Պարոն Սեֆիլյան, այսօր 111-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության եւ հայերը ցեղասպանվեցին Թուրքիայում որպես քրիստոնյաներ։ Այսօր կարող ենք ասել, որ նույն ցեղասպանական գործողությունները շարունակվում են 2.5 տարի հետ գնալով հիշենք Արցախում էթնիկ զտում, ցեղասպանություն եւ օրեր առաջ էլ արդեն Ստեփանակերտում առաջնորդանիստը հողին հավասարացվեց Ադրբեջանի կողմից։ Դուք մի հետաքրքիր դիտարկում, ուշագրավ դիտարկում արեցիք երեք ուղիղ եթերի ժամանակ, օրեր առաջ, թե շաբաթներ առաջ Լիբանանում տեղի ունեցած ինչ-որ նմանատիպ, ես կուզեմ, որ ասեք, միգուցե մարդիկ, ովքեր նոր են լսելու մեզ, եւ ընդհանրապես ձեր գնահատականը այն ամենին, ինչ կատարվեց Արցախում, ինչ կատարվեց 111 տարի առաջ եւ այն, ինչը այսօր շարունակում է նույն տրամաբանության եւ նույն ձեռագրով իրագործվել։ Երեկվա իմ բերած օրինակը, որը վերաբերում էր օրեր առաջ Լիբանանում տեղի ունեցածին, խոսքը վերաբերում է հարավային Լիբանանում հերթական անգամ իսրայելական բանակը ներխուժել է, այնտեղ կան նաև քրիստոնյա գյուղեր, գյուղերից մեկում Քրիստոսի խաչը շատ կոշտ ցևով գցել էին գետին, մեծ խաչ եւ կարելի ասել նույնիսկ անարգական վերաբերմունք էին ցուցաբերել խաչի նկատմամբ։ Այդ ամենի մասին ամիջապես Լիբանանի պետությունը, պետական այրերը ամենաբարձր մագարտակով, նախագահի մագարտակով բարձրացնեցին եւ պահանջեցին իսրայելական կողմից, թշնամական իսրայելական կողմից ներողություն խնդրեն եւ ուղղեն իրենց սխալը։ Եվ իսրայելացիք այդպես էլ վարվեցին։ Ընդամենը 2 օր հետո այդ խաչը վերականգնեցին, որտեղ որ էր պաշտոնական, այսպես ցուցադրական ձևով դեղատրեցին նույն դեղում, նույն իսրայելական զինվորները այսպես բադվոգարկով այդ ամեն ինչը ցուցադրապարանելուց հետո նույնիսկ Իսրայելի վարչապետը ներողություն խնդրեց։ Այն դեպքում, որ մենք գիտենք Իսրայելի ռազմական, քաղաքական քերագայությունը ինչպիսին է մեծ միջին արևելքում, այսինքն լինելով հանդերձ քերագա թիրքերում, նրանք հասկացան, որ կոպիտ սխալ են գործել եւ ինչ որ գարմիր կզերգան չի կարելի անցնել։ Այս զուգահեռը փորձենք անցկացնել ինչ կատարվեց Ստեփանակերտում օրեր առաջ եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը լուր է։ Ոչ միայն լուր է, նա նաեւ ամեն ինչ անում էր, որ որևէ ցև չդադարեցվի այդ ամեն ինչը։ Եվ եթե այդպես է, երբ որ դվյալ ժողովրդի իշխանություններն են գոծգողը, ապա միջազգային հանրությունը կմնա լուր։ Հիմա մենք հանգիստ այսօր անշուշտ կարող ենք մեր վրթովմունքը հայտնել քրիստոնյա աշխարհին, ուրեք, հավասիկ երթական մեր եկեղեցին գետնին հավասարեցրին եւ համարժեքցային չկա։ Կարող ենք եւ ճիշտ է նաև այդպես էլ խոսելը, բայց եթե դվյալ ժողովրդի իշխանությունները չեն դվյալ ժողովրդի ինքնության շահերը պաշտպանողի թերում, ապա մի սպասենք, ոչ մեկից չսպասի որևէ միջազգային աջակցություն եւ այլն եւ այլն։ Ճնշում, համապատասխան ճնշում, որ ադրբեջանական կողմի նման մի պետության բարդացրեն, ուղղեն իրենց սխալը եւ ներողություն խնդրեն եւ այլն։ Ուստի վերադառնալով նաև այս օրերին, վերադառնալով այսօրվա խորհրդին, կարող ենք ամփոփել հետևյալ կերպ. մինչև այն ժամանակ, որ մենք չունենք պետություն, ազգային պետություն, որը մեր ժողովրդի, մեր երկրի շահերը պաշտպանողի դիրքերում է, ապա մեզ նոր ցեղասպանություններ են սպասվում։ Այս միտքը ես ասել եմ նաև 10-15 տարի առաջ։ Եվ ցավոք, քանի որ մեր բայկարը արդեն 2 տասնամյակից ավել է,
Այս միտքը մենք 10-15 դարաճ ենք ասել եւ ցավոք մենք ականատես եղանք ցեղասպանության, հա։ Էթնիկ զդումը, որ դեղի ունեցավ Արցախում, դա ցեղասպանություն է։ Հիմա նորից մենք շարունակում ենք այո մեր պայքարը, միաժամանակ նաև նորից զգուշացնում ենք մեր ժողովրդին կամ պայքարող տարբեր շրջանակներին, մտահոգ տարբեր շրջանակներին, որ պիտի ամեն ինչ անենք, որ առաջ բեդություն ծնենք։ Բնականաբար առաջիկա ժամանակները այս իմաստով, հա, այս տարի համընկնում է ապրիլի 24-ի օրերը, հա, նախընտրական, այսպես ասած, փուլի, մեր համար դա հերթական պայքարի մի փուլ է, պիտի նաև փորձենք հասկացնել մեր ժողովրդին, որ այնքան կարևոր է մեր նման ուժի հայտնվելը իշխանության մեջ, այնքան կարևոր է, որովհետեւ այդ ամենից հետո նոր սկսվի ազգային իշխանության, ազգային պետության շինարարական աշխատանքը։ Այնքան կարևոր է փևերի նման ուժի ներկայությունը աբակա իշխանությունում։ Չի, աբակա իշխանություն ասելով նկատի ունենք ազգային ժողով մուտք։ Երբ ազգային ժողովում ես, կապ չունի ինտիմատիվ կարգավիճակում, թե իշխանակ, այսինքն գործատիրի կարգավիճակում, դու իշխանություն ես արդեն։ Հուսով եմ այս ամեն ինչից հետո, այսքան ցավերից ու այսքան հարվածներից հետո այս անգամ մեր ժողովրդի մի շերտ կնկատի մեզ եւ մեր մտահոգությունները եւ մեր աբակա ծրագրերը եւ վերջապես այս երկար տարիների չարչարանքից հետո մենք հայտնվենք արդեն այն վայրում, որտեղ արդեն խոսքը շատ ավելի ծանրագշիր կլինի, խոսքը այլևս անդեսել չի լինի, այդ վայրից արդեն մեր ժողովրդի մոբիլիզացումը շատ ավելի հեշտ կլինի եւ այլն։ Ուստի շատ ենք կարևորում առաջիկա կարճաժամկետ հատվածում մեր նման ուժի հաջողությունը, որ նորից ասեմ ինչի, ինչքան ուշացնում ենք պետության ստեղծումը, պետության գայացումը, մենք դատապարտված ենք հերթական ողբերգությունների ականատեսը լինելու։ Ուստի եթե չենք ուզում հերթական անգամ կոտորվենք, հայրենազրկվենք, պիտի պետությունը ստեղծենք։